Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Ընտրություն լինի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ում կընտրեք։ Ոչ մեկին, այդ երկուսից ոչ մեկին, ոչ մի Ղարաբաղցի այս մոտակա 30 տարի ոչ մի Ղարաբաղցի չի լինելու ղեկավար։ Ես ինքս Ղարաբաղցի եմ, դրա համար եմ ասում։ Ինչու՞ չեն լինի։ Արդյունքները էսա, արդյունքները որից այսօր հադրութից տեղափոխել եմ Երևան։ Ինչի՞ արդյունք։ Այդ երկու ղեկավարների տարիներ շարունակ բերել հասցրել են այսօրվա։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Մի շատ կարճ, շատ հստակ ճշտում։ Ընդ որում անցած անգամ էլ ասեցիք, այ որ հանգարց խոսեն, ինչ որ բաներ բացեն, մենք էլ կբացենք։ Կա ապացույց, որ իրանց պնդումը որն է, եթե լիներ հանրակրվե 80-20 հարաբերակցությամբ, կամ ասել եթե 130-40 հազար հարաբերակցությամբ, այն կլիներ բարենպաստ, մեզ համար հայանպաստ որոշում։ Կա ապացույց, որ կար հակառակ որոշում, հակառակ տրամաբանություն, կամ միգուցե փաստաթուղթ կամ պայմանավորվածության արձանագրություն եւ այլ, եւ ապացույց, որ Ադրբեջանը դրան դեմ է բացի նրանից, ինչ այս ամբիոնից հայտարարվել էր։ Կա ապացույց, մի օր որ բացվի, սա բան բացելու։ Սերժ Սարգսյանի խոսքերն են։ Ես տեսեք, ես ինձնից ոչ մի բան չեմ ավելացնում։ Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չեմ հրապարակում։ Սերժ Սարգսյանն այս ամբիոն 2016 թվականի նոյեմբերի 17-ին ասել է, որ մենք ասում ենք 7 շրջանները տալիս ենք, բայց Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջադրում։ 2017 թվականի նոյեմբերին կամ հոկտեմբերին Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմը նշանակում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է հարցը լուծել մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ, ես նախորդ անգամ ասացի, որ մադրիդյան սկզբունքների երկու առանձնահատկություն ունի՝ միջանկյալ կարգավիճակի որոշում հանրակրվեի միջոցով։ Եվ երրորդը ասել է 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից երկու հայտարարություն։ Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև բանակցային գործընթացից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի։ Մեզ համար սա մի հայտարարություն, եւ երկրորդը, որ այլևս բառին շատ կարևոր է ուշադրություն դարձնել։ Այլևս շատ երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը կթողի ուխտադրուժ իր դիրքորոշումը եւ չի փորձի պատերազմի միջոցով լուծել հարցը։ Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը պատրաստ է ստորագրել այդ թուղթը։ Եվ ես ձեզ ասում եմ, մեր հարցոպատասխանի արդյունքում ինչ պարզվեց։ Պարզվեց, որ այդ թղթով ոչ միայն 7 շրջաններն էր հանձնվում, այլև Լեռնային Ղարաբաղի կեսը ադրբեջանցի բնակիչների բերումով։ Եվ երբ որ այս ամբիոնից դեռևս նոյեմբերին ասի, որ Շուշիի հարցը միշտ էլ եղել է, աղմուկը աղաղակ բարձրացավ, հիմա ես ձեզ ապացուցեցի, թե Շուշիի հարցը ոնց է եղել, երբ է եղել, ինչ բովանդակություն է ունեցել։ Բայց ամենասկզբունքայինը, որ նույնիսկ սրան, ինչպես թվում է թե տարօրինակ է, չէ, 7 շրջաններն ասում է տալիս ենք, Ադրբեջանն ասում է ոչ։ Ասում է Ղարաբաղի կեսն էլ ենք տալիս, ասում է ոչ։ Սա ինչի համար եմ ասում։ Սա ասում եմ իր պատասխան եմ մեղադրանքների, որ ասում եմ, որ պատերազմից պետք է խուսափել։ Պատերազմից խուսափելու մենք պետք է ասենք Ղարաբաղի մյուս կեսն էլ ենք տալիս, էլի պետք է ասենք ոչ։ Ասենք լավ պատերազմից գիտեք ինչ։ Այդ ամենամեծ դավաճանությունը գիտեք որն է, երբ որ ես նախորդ անգամ եմ ասել են ամենավատ բանակցությունները ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը։ Իրենք ոչ միայն գենետիկ վախ են ներշնչել մեր ժողովրդին պատերազմի նկատմամբ, այլև հակառակորդին ցույց են տվել, որ իբր մեր հանրությունը վախենում է պատերազմից, եւ այդ ժամանակ միևնույն ժամանակ չեն պատրաստվել պատերազմին։ 2016 թվականին պարզվել է, որ մեր զենքերը 80-ականների են։ Հասկանում եք, այս ամեն ինչը հո միաշերտ չի։
Տեսեք արդեն որ երրորդ հարցով դուք ինձ ամեն անգամ այդ հարցը տալիս եք, տեսեք հենց ինչքան շերտեր կան։ Եվ ես կոչ եմ անում, ասում եմ, դե եկեք խոսանք լավ, դա գոռացիք մի ամիս, երկու ամիս, հողատու, դավաճան, չգիտեմ ինչ, դե եկեք նայենք ով է, եկեք փաստերով նայենք ով է, դուք եք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ մյուսներ ով կա, դուք եք դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը եւ ձեր բադեն-բադենների համար դուք ծախել եք Հայաստանը, դուք ծախել եք Ղարաբաղը եւ դուք դրա համար կրելու եք պատասխանատվություն։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ խոսել այսօր տեղի ունեցած մի զազրելի միջադեպի մասին, երբ որ Երևանի վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, որտեղ մայրս է բնակվում, ակցիա են անում ընդդիմադիր, չգիտեմ էլ ինչ ասեմ, մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի հերթական ինչ-որ ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները ու պատահաբար այնտեղ փողոցում հանդիպում են խանութից վերադարձող մորս, 70-անց հաշմանդամություն ունեցող մի կնոջ ու թևից քաշելով փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու ինչ-որ, չգիտեմ, հերթական զառանցանքի տակ ու մայրս փորձում է շատ նորմալ, շատ գրագետ կերպով բացատրել, թե ինչու է իրանց արածը հիմարություն։ Ինչևէ, չեն բավարարվում դրանով ընդդիմադիրները, ինչ-որ պայից պարզում են, որ իմ մայրն է ու սկսում են 6-7 հոգի երիտասարդ, ինչ-որ չգիտեմ ինչերով շրջափակում են, սկսում են ինչ-որ տարօրինակ ձայներ հանել, ենթադրաբար իրենց լավ մի խոսքով, ենթադրաբար ամեն դեպքում իրենց շատ նեղ շրջանակում ինչ-որ կիրառելի ձայներ, իրենց ընտանիքներում ենթադրաբար կիրառելի ինչ-որ ձայներ հանել, վիրավորել, ինձ վիրավորել, մորս մոտ, փորձել հունից հանել նրան, նկարահանել, ինչ-որ սկանդալ ստանալու համար։ Նողկալի այս միջադեպը իհարկե տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց երիտասարդների մայրերը նրանց տային այնպիսի տված լինեին, այնպիսի դաստիարակություն, որպեսզի օրինակ ինձ տվել է իմ մայրը, որտեվ եթե տված լինեին, ակնհայտորեն այդ մարդիկ կհասկանային, որ 70-անց ու ձեռնափայտով քայլող կնոջ հետ այդպես վարվելու ուղղակի լկտիությունը ինչքան ուզում է քաղաքական տարակարծություն կամ նույնիսկ թշնամանք ունենաց նրա որդու հետ։ Ու պարոնայք ու տիկնայք ընդդիմադիր գործիչներ, ձեր քաղաքական process-ներից ու հատկապես ինձանից ձեր փախած լինելը, որ փորձել եք այդպես տենց բան անել, հետ բերել 70-անց իմ մորը շրջափակելով ու չգիտեմ ինչ-որ վայրենի ձեր ընտանիքներում շատ բան ձեներ հանելով, ես ես վստահեցնում եմ, դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու եք։ Եթե միջև ես որոշակի գծեր կային, որոնք որ չէին անցնում, գծեր կային, որոնք որ կարելի էր պահել, ամեն դեպքում մարդկային եւ մնացած բաներից ելնելով ես հիմա ասում եմ, որ ձեր նկատմամբ այդ գծերը այլևս չունեն։ Ոչ մեկիդ նկատմամբ այդ գծերը ես չունեմ։ Սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր ոչ մի տարիք, սրբություն, ընդհանրապես ոչ մի բան չհարգող ակցիան է, սա ձեր մի խոսքով դուք ինձ ես վստահ եմ, որ հասկացաք, ուզում եմ միայն ասել, որ այդքան ողորմելի լինել ուղղակի որպես այդպեսին չի կարելի, միանշանակորեն չի կարելի։ Իսկ եթե ձեզ թվում է, թե դա ձեզ ինչ-որ քաղաքական բան է բերելու, վստահեցնում եմ, որ չի բերելու։ Մեն բերելու այն, որ բոլորն են իմանալու, թե ինչ աստիճանի ողորմելի եք դուք, որ ինձնից քաղաքականապես փախած մնալով գնում ու իմ 70-անց հաշմանդամություն ունեցող մորն եք փորձում շրջափակել ու ինչ-որ բաներ ասել, տենց ձեր արևին ինքնահաստատվել։ Բոլորդ դրա քաղաքական պատասխանը ստանալու եք ու ստանալու եք այնպես, որ հետո շատ եք փոշմանելու ձեր այս արածի համար, ձեր այս լկտիության համար։ Աստված բոլորիդ մայրերին առողջություն։